իմ սիրելի աղեղնավորներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով, ողջույն, այսօր իմ օրացույցով մայիսի 26-ն է արեգ օր, ձեզ եւս բաժին ընկավ արևը, դուք կրակի նշան եք եւ դա բնականաբար ձեզ համար շատ լավ է եւ ես այսօր ուզում ներկայացնել հունիս ամսվա համար կանխատեսումը եւ բոլոր նրանց վերաբերում սա, ովքեր նոր են միացել իմ ալիքին, ասեմ, որ առաջին հերթին լսում եք ասցենդենտի նշանը, որը պայմանավորված է ձեր ծննդյան ճշգրիտ ժամի իմացությամբ, այնուհետև լսում եք ձեր արևի նշանով, ուրեմն աղեղնավորը, եթե դուք արևի նշանով աղեղնավոր եք, այդ երկուսը միացնում եք եւ տվյալ ամսվա, այսինքն հունիս ամսվա համար կանխատեսումը ձեզ համար պարզ է լինում, ստիպված է լինում ամեն անգամ այս մասին հիշեցնել, ասել, որովհետեւ նորանոր մարդիկ են ավելանում, որոնք առանձնապես այդպես տեղյակ չեն։ Եվ այսպես, ինչ ունենք հունիս ամսին, ինչ էներգիաներ, ինչ փոփոխություններ, ինչ տրամադրություններ, հանդիպումներ, ինչ մտքեր են ձեզ այցելում, մենք դա կիմանանք եւ այսպես լիալուսին, նորալուսին ունենք ինչպես միշտ, արևը կփոխի իր նշանը ինչպես միշտ, Մարս, Վեներա, Մերկուրի եւ Յուպիտերը կփոխի նշանը մեկ տարի ինքը ձեր դեպքում գիտեք կմտնի խեցգետնի նշան, ինքը 12 տարին մեկ անգամ է լինում փաստորեն մի նշանում եւ դա ձեր ֆինանսներն են, այնպես որ սիրելի աղեղնավորներ, այստեղ դուք հնարավոր է շատերը ժառանգություն ստանան, նվերներ ստանան, գումարներ ստանան, այսպեսի լավ բաներ կարող է բերել Յուպիտերը ձեզ մեկ տարվա ընթացքում, ընտանիքում նոր անդամ երեխա ծնվի, ասենք շատ հնարավոր է, այսպեսի լավ իրադարձություններ կարող են լինել, ընտանիքի համալրում, ամուսնություն եւ այլն եւ այլն։ Ահա, եւ մենք երևի թե սկսենք Վեներայից, որը հունիսի 6-ին կմտնի ցուլի նշան եւ մինչեւ հուլիսի 4-ը ինքը լինելու է այդտեղ Վեներան նախ զգուշացնեմ, որ Վեներան դա ձեր 6-րդ տունն է եւ ինքը կմտնի, գիտեք, այստեղ նախ ասեմ, որ աշխատանքի անդադ ինչ որ շատերի մոտ աշխատանքի փոփոխություն է եղել շատերի մոտ եւ իհարկե ինչ որ ժամանակ հուլիսին դուք որոշակի թեթևություն կզգաք այդ առումով եւ իհարկե Վեներան երբ կմտնի ցոլի նշան, այստեղ միանշանակ ինքը ֆինանսներն է ապահովում, բայց այստեղ դες պետք է զգուշացնեմ, որ քաղցրի հանդեպ լինեք շատ ուշադիր, ուշադրություն դարձնեք ձեր կերակրացանկին, սննդակարգին, որովհետեւ հնարավոր է որ այստեղ կիլոգրամներ ավելանան եւ այդպես ուշադիր եղեք եւ իհարկե այստեղ նաև կարող են հանդիպումներ լինել ձեր գոլեգաների հետ, աշխատակիցների հետ, բոլոր դեպքերում այստեղ ֆինանսներ կան, միգուցե պատվերներ լինեն եւ դուք ուրեմն ֆինանսական հոսքեր լինեն եւ իհարկե ինչպես որ ասացի առողջական խնդիրներին եք ուշադրություն դարձնում, այստեղ կարող է լինել կանացի խնդիրներ կամ հնարավոր է ոմանք ինչ որ որոշ փոփոխություն իրենց արտաքինում մտցնել, ի վերջո ամառ է եւ դա այդպես ցանկալի է շատերի համար։ Ինչևէ, հունիսի 9-ին Մերկուրին կփոխի իր նշանը, կմտնի խեցգետնի նշան, այնտեղ կմնա մինչև հունիսի 25-ը, ահա տեսնում եք Մերկուրին եւս մտնում է, այնտեղ է մտնելու նաեւ Յուպիտերը հաջորդ իսկ օրը, սակայն Մերկուրին տեսնում եք էլի ֆինանսական հարցեր են, պայմանագրեր են ֆինանսների շուրջ, ոմանք հնարավոր է բանկերից գումար վերցնեն, վարկ վերցնեն, ինչ որ մեծ այդպես ուրեմն գնումներ անելու համար, կամ ասենք ընտանեկան ինչ որ կարևոր հարցեր կարգավորելու համար, բոլոր դեպքերում լավ է Մերկուրի ուրեմն այդտեղ
մուտքը ֆինանսական հարցեր կլուծվեն, իհարկե 26-ին արդեն հունիսի ինքը Մերկուրին կմտնի արդեն առյուծի նշան եւ հաջորդ օրը 10-ին հունիսի ձեր մոլորակը սիրելի աղեղնավորներ Յուպիտերը կմտնի խեց գետնի նշան եւ մենք տեսնում ենք, որ ինքը ֆինանսական հարցեր է կարգավորում, հաջողություններ է բերում, մեծացնում է, շատացնում է ձեր ֆինանսները, ձեր հնարավորությունները, ինչպես ասացի, ընտանիքում ամուսնություն կարող է լինել, երեխայի ծնունդ կարող է լինել եւ այդպես հաջողություններ կարող են լինել կամ եթե ինչ որ գումարներ են ծախսում, ապա լավ նպատակներով կարծում եմ կծախսվեն, այնպես որ մաքսիմալ օգտագործեք ուրեմն սիրելի աղեղնավորներ, ձեր մոլորակը այդտեղ կմնա 1 տարի եւ դուք բնականաբար կարծում եմ ֆինանսներ այդպես հնարավոր որ խնդիրներ չունենաք ֆինանսական հաջորդ օրը հունիսի 11-ին Հայաստանի ժամանակով 11:43 րոպե 40 վայրկյան տեղի կունենա լիալուսինը, արևի լուսինը կհակադրվեն 21 աստիճանում եւ լուսինը բնականաբար կգտնվի ձեր նշանում սիրելի աղեղնավորներ, այսինքն ձեզ համար շատ կարևոր հարցերի լուծումը դուք արդեն մինչեւ ասենք մայիսի 11-ից մինչեւ հունիսի 11-ը դուք այդ ժամանակահատվածում միանշանակ պատասխանը կունենաք եւ ձեր հետագա անելիքները դեպի առաջ շարժվելու ինչ որ գործեր ձեր նպատակներն իրականացնելու համար բնականաբար արդեն ձեզ պարզ կլինի այնուհետև 17-ին Մարսը կփոխի իր նշանը եւ կմտնի կույսի նշան այստեղ ձեր գիտեք ձեր նպատակներն են կփորձեք ակտիվություն ցուցաբերել որովհետեւ ձեզանից պահանջում է ավելի շատ հայացք ուղղել ընտանեկան թեմային տան բնակարանի ընտանիքի թեմային ամուսնություն երեխա եւ այլն հատկապես որ այստեղ որոշակի թեթևություն կզգաք որոշակի դժվարություններ կարծես թե կթոթափեք եւ Մարսը եւ կորոշեք որ ինչ որ առումով նաեւ ձեր կարիերայի հարցերը կարգի բերել այդպես այդտեղ ակտիվություն կլինի ձեզ մոտ ասեմ որ Մարսը կույսի նշանում լինելու է մինչև օգոստոսի 6 այսինքն մինչև օգոստոսի 6-ը միգուցե որոշակի դժվարություններով բայց դուք փորձեք ձեր նպատակները ձեր կարիերայի հարցով ինչ որ ժամանակ զբաղվել դրանով ուշադիր ենք լինում ուրեմն աշխատանքի հետ իսկ կարծում եմ շատ աղեղնավորներ հնարավոր է ասցենդենտով աղեղնավորներ հնարավոր է որ որոշակի աշխատանքի հետ կապված իրենց կարիերայի հետ կապված որոշակի դժվարություններ ունեն կամ միգուցե ֆինանսական այդպես անորոշություն է բայց կարծում եմ կկարգավորվի եւ իհարկե 21-ին Արևը կփոխի իր նշանը կմտնի խեցգետնի նշան, նորից ձեր ֆինանսներն են այստեղ, ճիշտ է, ջրի նշանում է հայտնվում Արևը, բոլոր դեպքերում այստեղ ջերմություն է բերում ընտանիք, ֆինանսներ եւ այլն, լավ իրադարձություններ կլինեն եւ հենց այդտեղ էլ կլինի, հենց այդտեղ էլ կդրվի նոր սկիզբ, այսինքն տեղի կունենա նորալուսինը, երբ լուսինը կգա, կմիանա Արևին 25-ին հունիսի եւ Հայաստանի ժամանակով 14:31 րոպե 27 վայրկյան տեղի կունենա նորալուսին, արևելուսին 5 աշճանում կմիանան խեցգետնի նշանում եւ այստեղ հնարավոր է նոր սկիզբ դրվի, նոր ընտանիքի, նոր ուրեմն ֆինանսական հոսքեր լինեն աշխատանքի հետ եւս կապված, որովհետեւ այնտեղ գործողությունները ուրեմն բավական ակտիվ են լինում եւ ինքը միգուցե եւ հենց դա բերի ուրեմն նոր սկիզբ, նոր ֆինանսական նոր աշխատանքի սկիզբ կարողանա ձեզ համար ապահովել հատկապես որ արդեն 10-ին հունիսի այդտեղ գտնվում է Յուպիտերը եւ դուք իր մուտքը դեպի 8-րդ տուն խեցգետի նշան դուք անպայման կզգաք եւ մի տարի կվայելեք իրեն ձեր մոլորակն է այնպես որ այդ շփումը շատ հեշտ կլինի եւ դուք այդ ֆինանսական հոսքերը երեխայի ծնունդ ամուսնություն եւ այլն այսպես համալրումներ այդ ամենը կարծում եմ ձեր կյանքում կլինի սիրելի ասցենդենտով աղեղնավորներ եւ իհարկե նաև արևի նշանով աղեղնավորներ ես ասեմ որ ձեզ համար նաև ճակատագրական եւ ընտանիքի բնակարանի հետ կապված եւ ձեր կարիերայի հետ կապված այստեղ եւ կոնկրետ ձեր անձի պարտների հետ կապված իհարկե փոփոխություններ են լինելու անպայման ձեր կյանքում 2026 թվականներին եւ դուք բնականաբար այդ փոփոխությունները կզգաք
մասնավորապես դա վերաբերում է ասացի ընտանիքին եւ կարիերային այդ բնակավարում կլինեն փոփոխություններ։ Ահա այսքանն էր սիրելի աղեղնավորներ, գրեք կիսվեք ձեր տպավորություններով, արդյոք ժառանգություն կստանեք, իհարկե դա արժևում 1 տարի դեռևս ունեք, փոփոխություններ, ինչ փոփոխություններ են լինում եւ այլն ընտանիքում արդյոք լինում են ավելացումներ, համալրումներ կամ ինչպես կուզեք գրեք, կիսվեք, իսկ մենք հանդիպենք հաջորդ ամիս առայժմ